Հովիկյան դուք երեք հայտարարել եք, որ այսօր ժամը 9-ին այստեղ եք լինելու, բայց կարծես թե ուշացաք եւ նշել էիք Վարես Իշխանյանն էր ասել, որով ուզում է աջակցելու կարող է ժամը 9-ից այստեղ լինել, մարդ չենք տեսնում։ Բարև ձեզ։ Առավոտվանից վաղ առավոտից միաբանները ժողովի են եկեղեցում։ Որքան ես հասկանում եմ, ճիշտ ասած գիշերվանից կապի մեջ ենք Մայրաթոռի միաբանների հետ։ Դուք լավ գիտեք, որ Մայրաթոռը հոգևոր դասի որոշ այսպես տարբերակում ունի՝ միաբաններ, եպիսկոպոսներ եւ այլն։ 56 եպիսկոպոսներից փաստորեն 8-ը գնացել են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման եւ իրենց, այսպես ասենք, չգիտեմ, կարելի է այդպես ասել, թե չէ, իրենց հավատարմությունն են հայտնել ընդդեմ մեր Մայրաթոռի սկսված շարժման կամ այդ նախաձեռնության։ Մենք որպես հավատացյալներ, որպես հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հավատարիմ հետևորդներ եկանք այստեղ երեկոյան, որովհետև Մայրաթոռից ահազանգ ստացանք, որ վտանգներ են սպառնում այս պահին եկեղեցում։ Գիշերը այստեղ էինք, որոշ թվով մարդիկ, անկեղծ ասած, ցավով եմ ասում, չէի ասի, թե շատ մարդիկ էին այստեղ, բայց այնուամենայնիվ որոշ թվով կային։ Հանդիպեցինք Մայրաթոռի միաբանների հետ, ստացանք նաև վեհափառի օրհնությունը եւ իրենք ասացին, որ մեր իրավունքն է, որպես հավատացյալներ, մեր իրավունքն է մարդկանց հետ, ընդհանրապես հավատացյալների հետ այստեղ լինել, բայց ասացին, որ եկեղեցին ունի իր զավակների կարիքը, որովհետեւ փաստացի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հիմա փորձում է ներսից քանդել եկեղեցին, գտնել այնպիսի մարդկանց, որոնք ունեն խոցելի տեղեր, անձնական կյանքի հետ կապված եւ այլն եւ այդ կերպ այդ մարդկանցով փորձում է քանդել եկեղեցին, բայց պետք է նշեմ, որ 56 եպիսկոպոսներից ընդամենը 8-ը 9-ը չի բացառվում, որ էլի կլինեն եպիսկոպոսներ, որոնք իրենց հավատարմությունը կհայտնեն Նիկոլ Փաշինյանին ընդդեմ Մայրաթոռի, ընդդեմ վեհափառի, բայց մի կարևոր բան մեզ ասացին միաբանները, որոնք իդեպ այս պահին առավոտը իրենք 9-ին պիտի հանդիպեին մեզ հետ, բայց անընդհատ այսպես կապի մեջ լինելով իմացանք, որ վաղ առավոտից այդպես լուսաբացից իրենք հիմա միաբանների ժողով են անում, քննարկելու այս ուրացող եպիսկոպոսներին կարգալույց անելու հարցը։ Ես էլ չգիտեմ որոշումը ինչ է լինելու, որովհետև ես ինքս շարքային հավատացյալ եմ Մայրաթոռի հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, չեմ կարող ասել, թե ինչքան մարդ կհավաքվի, հույս ունեմ, որ մեր հայրենակիցները կարձագանքեն եւ կգան, ինչ է այսօր սպասվում, այսօր հնարավոր է, որ այս ուրացյալ եպիսկոպոսները ընդհանուր հայտարարություն անեն ընդդեմ Մայրաթոռի, ընդդեմ վեհափառի, փորձեն այսպես ինչ որ ներքին հեղափոխություն ասեմ կամ նման մի բան, վտանգ կա, որոշ տեղեկատվություն կա, որ փորձ է արվելու վեհափառին ձերբակալել, կալանավորել, մեկուսացնել եւ մեր նախաձեռնությունը այն է, որ ուղղակի մենք ինքներս ոչ թե այս եպիսկոպոսներն են մեր եկեղեցին կամ եկեղեցու պահապանները, այլ մենք ենք, մենք սովորական դուք, ես, մենք բոլորս ենք մեր եկեղեցու ծառաները եւ պահապանները։ Սա է մեր ընդհանուր նախաձեռնությունը, որը ստացել է վեհափառի օրհնությունը։ Այսինքն երեկոյան հանդիպել եք նաեւ վեհափառի հետ։ Չէ, վեհափառի հետ չենք հանդիպել, պարզապես միաբանների միջոցով մեր հայր սուրբերի, սրբազանների այն մարդկանց, ովքեր դեռևս եւ կարծում են, որ միշտ հավատարիմ են լինելու Մայրաթոռին, իրենց միջոցով ստացանք այդ օրհնությունը։ Պարոն Հովիկյան, դուք ասացիք, որ հնարավոր է քննվի այդ սրբազաններին կարգալույց անելու հարցը, բայց մենք արդեն ունենք պրակտիկա, երբ որ Մայրաթոռի կողմից կարգալույց արվող հոգևորականին իշխանությունը համարում է կարգալույց չարված, քանի որ վեհափառին իրենք արդեն իսկ հայտարարել են կարգալույց, եւ շատ հետաքրքիր պատկեր է ստացվում, որ եկեղեցին ինչ էլ որոշի, միևնույն է Փաշինյանի որոշումն է առաջանցում, որովհետեւ Ստեփան Ասատրյանը կարգալույց եղած, էլի կարողանում է պատարակներ մատուցել, էլի կարողանում է եկեղեցի մտնել, ավելին եկեղեցի մյուս հոգևորականներին, որոնք կարգալույց չեն, թույլ չի տալիս մտնել, այսինքն արդեն գործընթացն այնպես է, որ միևնույն է Փաշինյանի վերահսկողության ներքո է։ Իհարկե կան, այսպես ասենք, հոգևորականներ, քահանաներ եւ այլն, որոնք դեմ կգնան հոգևոր կանոններին։ Պատմության մեջ այդպիսի բաներ շատ են եղել։ Չմոռանանք, երևի առնվազն մի 10 նման դեպք կա, այլ չենք ասում, որ ցավոք սրտի եղել են դեպքեր, երբ որ
Հայաստանի թագավորները ենթարկվելով օտար ազդեցությունների անգամ սպանել են հայոց կաթողիկոսին, բայց դա չի նշանակում, որ դրանից դադարել է հայ առաքելական եկեղեցին իր գործունեությունը դադարեցրել է, չի դադարեցրել։ Ես չեմ բացառում, ես ավելին ասեմ, կարող եմ շատ վատատեսական սցենարներ էլ ասեմ, չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է հասնել իր նպատակին եւ ընդհանրապես գրավել եկեղեցին։ Սրա պատճառը այն է, որ նա ունի ամբողջական իշխանություն, նա ունի այսպես ասենք զինված իշխանություն, նա ունի իրավապահ մարմինների իշխանությունը եւ մեծ հաշվով տեսականորեն եւ գուցե գործնականորեն նա կարող է գրավել այս ամբողջ տարածքը եւ իրեն հռչակել կաթողիկոս։ Այդ ամենը հնարավոր է։ Չեմ բացառում։ Դրա համար եմ ես ասում, որ սովորական հայ հավատացյալ մարդիկ պետք է գան եւ տեր կանգնեն այս սուրբ վայրին, որը 1700 տարի կանգուն է։ Գիտեք, կարող են, այստեղ խնդիրը ոչ թե կաթողիկոսի անձն է, ոչ թե Գարեգին երկրորդ կաթողիկոսն է կամ որևէ հոգևորական, որովհետև այդ հոգևորականները մահկանացուներ են, ինչպես նաև կաթողիկոսն է մահկանացու։ Խնդիրը այստեղ համակարգն է, հայ առաքելական սուրբ եկեղեցու համակարգն է, որի քանդվելու պարագայում եւս մեկ ազգային կառույց է քանդվում, եւս մեկ քար է քանդվում։ Երբ որ խոսում են հոգևորականների մասին, ես վստահ եմ, բոլոր հոգևորականները, բոլոր, սկսած ամենաշարքային քահանայից մինչև ամենավերին բարձրաստիճան հոգևորականները ունեն խոցելի տեղեր։ Մենք բոլորս մարդիկ ենք եւ բոլորս էլ մեղավոր ենք, անմեղ է եւ կատարյալ է միայն Աստված, Աստծո որդին, բայց Բագրատ Սրբազանը մի շատ կարևոր խոսք ուներ, միշտ երբ որ մենք հանդիպում էինք Տավուշի թեմում, ասում էր եկեղեցու քարը սուրբ է այնքան ժամանակ, քանի դեռ նա եկեղեցու վրա է։ Երբ դու եկեղեցու վրայից հանում ես այդ քարը, գցում ես գետնին, նա դառնում է սովորական քարի կտոր ու իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում։ Հիմա այստեղ խնդիրը այն է, որ մենք եկեղեցու քարերը պահպանենք եկեղեցու վրա, ոչ թե քանդենք։ Նիկոլ Փաշինյանը փորձում է եկեղեցու քարերը հատ քանդել, ուղղակի հանել, հեռացնել, այդպիսով քարերը առանձին դառնում են ոչ մի բան, իսկ եկեղեցին փուլ է գալիս։ Սա իհարկե դրսից հրահրված նախաձեռնություն է, իդեպ ես չեմ բացառում, որ նաև կարող է կաթոլիկ եկեղեցու նախաձեռնություն լինել կամ համաձայնությունը, սա իմ անձնական կարծիքն է։ Ինչու եմ ասում, որովհետև տեսեք, Հռոմի Պապը կարող էր որևէ հայտարարություն անել եւ կոչ անել դադարեցնել այս պիղծ քայլերը, չի արել կամ կաթոլիկ եկեղեցու այլ։ Մենք գիտենք, որ 1700 տարի կաթոլիկ եկեղեցին պայքարում է ուղղափառ եկեղեցու դեմ։ Մենք գիտենք, որ այսօր կաթոլիկ եկեղեցին մեծ քաղաքական, աշխարհաքաղաքական խնդիրներ է լուծում, իսկ հայ առաքելական սուրբ եկեղեցին պայքարում է մեր ազգային արժեքների, մեր ինքնության, մեր իրական ինքնիշխանության եւ անվտանգության համար։ Ես կարծում եմ, սա ոչ միայն ներքին խնդիր է, սա աշխարհաքաղաքական գործընթաց է եւ սա միայն Նիկոլ Փաշինյանի կամակորությունը չի։ Պատահական չի, որ Աննա Հակոբյանը գնում է մնում է Վատիկանում, որը շարունակ հանդիպում է կաթոլիկ եկեղեցու որոշ հայրերի հետ, պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը եւ հանկարծ Մեհրիբան Ալիևան միևնույն ժամանակ են լինում Վատիկանում եւ ես էլ մշտապես երբ որ զրուցում եմ մեր հոգեվոր հայրերի հետ, ասում եմ, որ ժողովուրդ, սա միայն հոգեվոր խնդիր չէ, սա քաղաքական խնդիր է, ու եթե փուլ է գալիս այս համակարգը, փուլ է գալիս մեր ամբողջ պետականությունը։ Այստեղ մենք խնդիրը չդնենք միայն վեհափառի հարցը, խնդիրը չդնենք կաթողիկոսը երեխա ունի կամ չունի կամ չգիտեմ նման մի բան։ Խնդիրը այստեղ այն է, որ համակարգն են փորձում փլել, իսկ համակարգի փլվելու դեպքում փլվելու է մեր ամբողջ պետականությունը, փլվելու է մեր ամբողջ ինքնիշխան, այն դեռևս պահպանվող ինքնիշխանությունը, դեռևս պահպանվող ազգային ինքնուրույնությունը։ Եվ այստեղ շատ կարևոր է նաև, որ քաղաքական ուժերը իրենց դիրքորոշումը հայտնեն։ Մենք ունենք խոշոր, լուրջ, մեծ քաղաքական ուժեր, մանր-մուներներին չեմ ասում։ Մենք ունենք մեր ձևով շարժում, մենք ունենք Հայաստան դաշինք, մենք ունենք Պատիվ ունեմ դաշինք, խորհրդարանական ուժերին նկատի ունեմ, մենք ունենք էլի որոշ քաղաքական ուժեր, որոնք մեծանում են։ Շատ կարևոր է, որ իրենք իրենց հստակ դիրքորոշումը հայտնեն։ Մենք քաղաքացիներս կարող ենք գործընթաց հավաքվել, ինչ որ բան անել,
բայց մեծ հաշվով ես չեմ ուզում այսպես գերագնահատել մեր հնարավորությունները։ Մենք կարող ենք X թվով մարդկանց հավաքել, մոբիլիզացնել եւ հասնել X հաջողության, բայց քանի որ մենք չունենք ոչ ֆինանսական, ոչ քաղաքական, ոչ էլ այլ ռեսուրսներ, մենք ունենք սահմանափակ ռեսուրսներ։ Այստեղ կարևոր է, որ եկեղեցու դեմ այս ամբողջ արշավը ընկալվի որպես քաղաքական արշավ, ընկալվի որպես քաղաքական նպատակ, որովհետև երբ որ տեսեք ինչ է անում, այսպես մեր Հովհաննես Իշխանյան հետաքրքիր համեմատություն է անում, ասում է Նիկոլ Փաշինյանը այն հայտնի Snake խաղի նման, օձի խաղի նման ուտում է իրենից թույլերին։ Այս մի թույլին կերավ, ինքը ավելի ուժեղացավ, այն մյուս թույլին կերավ, ավելի ուժեղացավ։ Երբ որ այսպես ուտելով ինքը ավելի է ուժեղանում։ Եվ եթե հասնի նրան, որ ինքը ուտի եկեղեցին, ինքը կուտի ամբողջ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ մենք պիտի այդ որևէ փուլում թույլ չտանք, օձի պոչը բերենք, մտցնենք իր բերանը եւ ինքը դրանով ինքնաոչնչանա։ Սա է խնդիրը, որը կարծում եմ, որ գոնե հիմա պիտի որ հասկանան էլի մեր քաղաքական եւ հասարակական ուժերը։ Շատ լավ, շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։